2 բնակարան Երևանում, բնակելի տուն Ջրվեժում, ինչպես նաև 2 ոչ բնակելի տարածք Մայրաքաղաքում եւ 21 միլիոն 600 հազար դրամ եկամուտ։ Ահա այսպիսի կարողություն է կուտակել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը պաշտոնը ստանձնելուց հետո։ Ըստ Սաֆարյանի 2025 թվականի հայտարարագրի, նա 19 միլիոն 600 հազար դրամ աշխատավարձ է ստացել Սահմանադրական դատարանից։ Բանկում հայտարարագրել է 765 հազար դրամ, որը տարվա վերջում կազմել է 1 միլիոն 439 հազար դրամ։ Չնայած Նիկոլ Փաշինյանը հրահանգել է վերջ տալ կանխիկին, բայց Սեդա Սաֆարյանը հրահանգը չի կատարել եւ որպես կանխիկ գումար ունի 1 միլիոն 500 հազար դրամ։ Իդեպ Սեդա Սաֆարյանն իր բնակարանները գնել է պաշտոնը ստանձնելուց հետո 2022 եւ 2023 թվականներին։ Հիշեցնենք, Սեդա Սաֆարյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ազգային ժողովի նիստում բացառապես ԿՊԱ-ական падգամավորների կողմ քվեարկությամբ։ Չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնի տեխնացու առաջադրելու համար։